Երեք խոյի համաստեղությունը Կիրգիզական հեքիաթ Դեռ այն ժամանակ, երբ երկիրը նոր էր միայն երկիր դառնում ու կյանք առնում, մի հիանալի որսորդ է լինում Տոտայ անունով։ Նա այնպես արագ էր վազում, որ կարող էր հասնել ուզածդ կենդանու ետևից։ Նրա արձակած նետը երբեք չէր վրիպում։ Հենց այդ ժամանակներում էլ երեք խոյ են լինում, որոնք դեռ հեռվից զգում են որսորդի հոտը և միշտ էլ ժամանակին փախչում են։ Այդպես Տոտայը բարկանում էր։ Մի անգամ Տոտայը հեծնում է դեղցանագույն մի զամբիկի, ուսին է գցում աղեղը և գնում փնտրելու երեք խոյերին։ Որոշում է, որ ինչ էլ ուզում է լինի, պետք է դրանց հաշիվը մաքրի։ Տոտան իր հետ վերցնում է նաև շանը, և երբ հեռվում նկատում է խոյերին, ձիուց ցած է թռչում, թաքնվում է թփուտներում, պատրաստում նետ ու աղեղը և սպասում կենդանիների մոտենալուն։ Բայց խոյերը նկատում են որսորդին և սլանում են դեպի լեռնանցքը։ Տոտայը վազում է նրանց ետևից, շունն էլ ետ չի մնում, և նրանք երկար ժամանակ այդպես վազում են խոյերի ետևից։ Խոյերի ուժերը արդեն թուլանում են, և ամենավտանգավոր պահին, երբ քիչ էր մնում որսորդը հասնի նրանց ետևից, խոյերի մեջքներին թևեր են բուսնում, ու նրանք սլանում են դեպի երկինք։ Նրանց ետևից երկինք են թռչում Տոտայն ու իր շունը, բայց որսորդը չի կարողանում ճիշտ նշան բռնել։ Նետը վրիպում է։ Շունն էլ չի կարողանում հասնել այդ արագավազ խոյերի ետևից։ Խոյերը վտանգից ազատված բարձրանում են շատ ու շատ վեր և դառնում աստղեր։ Այդ օրվանից նրանք խուսափում են որսորդից, երբեք կանգ չեն առնում ու պտտվում են անդադար։ Այսպես է առաջացել երեք խոյի համաստեղությունը։